Բարերարդեր, ինձ բարի հրեշտակի հանձնիր, հոգիս քաղցրությամբ ավանդելու համար, և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որ երկնքի ներքո են, և ողորմիր քո արարածներին, և ինձ բազմամեղիս։ Սիրելի հավատացյալ, մեր հոգևոր ճանապարհին մենք հաճախ հանդիպում ենք փորձությունների, վշտերի և կյանքի դժվարությունների, բայց երբեք մենակ չենք լինում։ Մեր կողքին միշտ կանգնած է Տերը, իր սիրառատ հայացքով, իր անսահման ողորմությամբ և իր հրեշտակներով, որոնք պահպանում են մեզ վտանգներից։ Այս աղոթքը, բարերարդեր, ինձ բարի հրեշտակի հանձնիր, մեր վստահության ու հույսի արտահայտությունն է առ Աստված, որը միաժամանակ ցույց է տալիս մեր խոնարհությունը և կարիքը նրա ողորմած պաշտպանության։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված իր հրեշտակներին ուղարկում է իր սիրելիների պահպանության համար։ Դավիթ մարգարեն ասում է. «Տիրոջ հրեշտակը խարիսխ է դնում նրանց շուրջը, ովքեր վախենում են նրանից և ազատում է նրանց»։ Երբ մենք խնդրում ենք, որ Տերը մեզ բարի հրեշտակ հանձնարարի, մենք հավատում ենք, որ մեր կողքին կգտնվի երկնային ուղեկից, ով կպահպանի մեզ ոչ միայն ֆիզիկական վտանգներից, այլև հոգևոր ախտերից, մեղքի թակարդներից և սատանայի խաբեություններից։ Բարի հրեշտակը, ում մենք խնդրում ենք մեր կողքին լինել, դառնում է մեզ մխիթարողը մեր վշտերի պահին, մեզ խրատողը ճշմարտության ճանապարհին, մեզ պաշտպանողը անսպասելի փորձությունների ժամանակ։ Նա Աստծո լույսն է բերում մեր հոգուն, որպեսզի չխարխափենք խավարի մեջ, այլ քայլենք խաղաղությամբ ու վստահությամբ դեպի Տիրոջ արքայությունը։ Մեր կյանքը լի է անկանխատեսելի իրադարձություններով, և մեզանից ոչ ոք չգիտի իր մահվան ժամը։ Այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք Տիրոջը, որ մեզ բարի հրեշտակ շնորհի, ոչ միայն մեր կյանքի ընթացքում, այլև մեր վերջին վայրկյաններին, որպեսզի մեր հոգին ավանդվի խաղաղությամբ և հեռու մնա սատանայի խարդախություններից։ Աղոթքի խոսքերը անխռով անցկացնելու դևերի չարիքից ընդգծում են այն ճշմարտությունը, որ մահվան պահին սատանան փորձում է մեր հոգին հեռացնել Աստծուց, մեզ խռովության մեջ գցել, մեր հավատն ու հույսը խարխլել։ Բայց երբ Տերը մեզ իր հրեշտակին է հանձնում, մենք վստահ կարող ենք լինել, որ մեր հոգին կհանգստանա երկնքի խաղաղության մեջ և մեր ճանապարհը կհանգի Տիրոջ գթության գրկում։ Այս աղոթքի վերջին տողերը մեզ հիշեցնում են մեր մեղավորության մասին և ողորմիր քո արարածներին և ինձ բազմամեղիս։ Ինչպես Մաքսավորն էր աղոթում տաճարում, խոնարհ սրտով ասելով. «Աստված, ողորմիր ինձ մեղավորիս», այնպես էլ մենք պիտի ընդունենք մեր տկարությունը, մեր մեղքերը, բայց միևնույն ժամանակ հավատանք Աստծո անսահման գթասրտությանը։ Մեր Տերը չի ցանկանում տեսնել ոչ մեկի կորուստը, այլ ուզում է յուրաքանչյուրի փրկությունը։ Նրա ողորմությունը մեծ է, և նա պատրաստ է ներել մեզ, եթե մենք սղճման և ապաշխարության հոգով դիմենք նրան։ Երբ խոստովանում ենք մեր մեղքերն ու խնդրում նրա ողորմությունը, նա չի թողնում մեզ մերժված, այլ իր գթառատ ձեռքերը պարզում է դեպի մեզ, իր սիրո ջերմությամբ բուժելով մեր հոգու վերքերը։ Այս աղոթքը մեր կյանքի ուղեցույցն է, հիշեցնելով, որ մենք մենակ չենք, Աստված մեր հետ է, իր հրեշտակներով, իր սուրբ ներկայությամբ և իր անսահման սիրով։ Մենք պետք է ամեն օր աղոթենք այս խոնարհ խնդրանքով, վստահ լինելով, որ Տերը երբեք չի լքում իր զավակներին։ Թող Աստված մեզ բարի հրեշտակ ուղարկի, մեր հոգիները պահպանի ամեն տեսակի փորձություններից, խաղաղությամբ առաջնորդի դեպի հավիտենական կյանք, և երբ հասնի մեր վերջին պահը, ընդունի մեզ իր սիրո լույսի մեջ։ Թող նա ողորմի բոլոր մարդկանց և մեզ մեղավորներիս, որպեսզի արժանանանք նրա երկնային արքայությանը։ Ամեն։